եւ մարդասերես Աստված գոլով եւ քեզ վայել է փառք, իշխանություն եւ պատիվ այժմ եւ միշտ եւ աբիթյանս հավիտենից ամեն։ Այժմ ընծայալները ծնրադրում են վեհապար հայրապետի առջև։ Ահա մենք տեսնում ենք սիրելիներ խարտավիլակ սրբազանին, որ ավետարանը ձեռքին վեհապար հայրապետի ձախակողմում է եւ դառնում է դեպի ծնրադրած ընծայալների թիկունքը եւ ավետարանը բացված հերթականությամբ դնում նրանց թիկունքին։ Հիշեցնում եմ, որ բացված է Ղուկասի ավետարանի 4-րդ գլխի 18-րդ համարը, որտեղ ասվում է «Հոգիտիարն իվերայիմ, վաս նորոյև էոցիսկ զիս, Տիրոջ հոգին ինձ վրա է, որի համար իսկ օծեց ինձ»։ Մենք տեսնում ենք, որ ավետարանը վերստին օծյալների նոր օծվող եպիսկոպոսների թիկունքին է։ Որ զեյություն աստվածության քո ոչ կարած տանել մարդկային բնություն վասնորոքոյով տնօրենությամբ աղտակից մեզ վարդապետ կացուցեր ըսքահանայապետս Ըսկույտ ունենով աթոր, արի նվիրել քեզ պատարակս և ընծայս վասնամենայն ժողովրդյանս։ Դու Տեր և զորս այսօր վերածել տնօրենությամբ քո իքահանայապետական շնորհ, դուր սոցա նմանել քեզ ճշմարիտ հոգվիտ։ Դուր հնարավորություն, որպեսզի նմանվեն քեզ ճշմարիտ հովվիտ։ Իվերա ոչխարած, առաջնորդ լինել ուրած, լույս խավարելով, որ կարողանան իրենց կյանքը դնել իրենց հանձնված հոտի համար, լինել առաջնորդ քույրերի, լույս խավարյալների համար, խրատիչ անզգանների համար։ Անամոթալի, եվս մեծ վարձս արցենիք են, զոր պատրաստեցեր, որոց ճկնեցանն իքարոզություն ավետարանին, զիքոյ է ողորմություն և փրկություն, ապա նորոք ընծայալները, որ ձեռնադրված են այլևս, պիտի դառնան դեմքով դեպի ժողովուրդը և պիտի երկվի աստվածային և երկնային շնորհ հոգենորոք շարականը, որի ընթացքում ձեռքերը վեր պարզած դեպի արևմուտք դառնալով, նորոք ընծայալ և նորոք ձեռնադրյալ հոգևոր հայրերը պիտի խոստանան հրաժարվել աշխարհից և կատարելապես նվիրվել Աստծուն։ Հնչում է աստվածային և երկնային շնորհ շարականը։
Երեք անգամ երկվում է հետևյալ տեքստը. Աստվածային և երկնավոր շնորհ, որ միշտ լցնում ես, կատարյալ ես դարձնում, լրացնում ես, սուրբ սպասավորության կարիքները, առաքելական սուրբ եկեղեցու, աստվածային և երկնային շնորհ, կոչում ես քահանայությունից եպիսկոպոսության Իսահակ, Ռուբեն, Անանիա և Զաքարիա անունով քո այս ծառաներին։ Ի սպասավորություն Սուրբ Եկեղեցու ըստ վկայության իրենց անձերի և ամբողջ ժողովրդի։ Երեք անգամ, սիրելիներ, հնչում է շարականը, որ վստահեցնում եմ ձեզ, որևէ օծյալ հոգևորականի համար իր կյանքի ամենանվիրական պահն է խորհրդանշում, որովհետև հավատում ենք, որ մեր աղոթքներով, այս շարականի երգեցողությամբ, Հայոց Հայրապետի ձեռնադրությամբ և ոցմամբ Սուրբ Հոգին է, որ իջնում է, և աստվածային ու երկնային շնորհներն են, որ քահանայությունից եպիսկոպոսության են կոչում այս հոգևորականներին։ Եվ դպրած դարսը անշուշտ պատասխանում է արժանի է։ Շարականի երգեցողությունից անմիջապես հետո վերստին ձեռնադրության պահն է Հայոց Հայրապետը խաչաձև նվիրյալների գլխին է դնելու իր ձեռքերը և կարդալու է ձեռնադրության աղոթքը։ Եվ այդ պահին է, որ տրվում է եպիսկոպոսության աստիճանը։ Աստվածային և երկնավոր շնորհ, որ միշտ լնուս պետս սրբո սպասավորության առաքելական եկեղեցվո, կոչե Իսահակ, Ռուբեն, Զանանիա և Զաքարիա ի քահանայութեն եպիսկոպոսություն սրբո եկեղեցվո ի սպասավորություն ըստ վկայության անձանց յուրյանց և ամենայն ժողովրդյանս։ Ես դնեմ ըստ ձեռս ի վերա և դուք ամենեքյան աղոթք արարեք զիարժանավոր լիցին սոքա զաստիճան եպիսկոպոսության անարատ պահել առաջի Աստուծո։ Ես դնում եմ ձեռքս իրենց վրա և դուք ամենքդ աղոթք արեք, որպեսզի արժանի լինեն
եպիսկոպոսության աստիճան Գոհանամ կսկեն անարատ պահել միածին Աստուծո որդի առաջ։ Աստուծո Տեր մեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս, որ այս արարեր գործոց ձեռացքոց ամենայն ազգի մարդկան առաքեցար միածին որդուն ուղված և ի խնդիր մեզ աղոթքն է հնչում։ գորուսելոցս, խոնարյալ իմեր բնությունս, կանգնեցերս մեզ ի դատապարտութենե մեղած մերոց, չարչարանոք խաչիքո եդեր թշնամին իներքո ոտից մերոց, նորոգելով մեզ ի հնութենե մեղած մերոց, հորդեցեր մեզ ճանապար նոր և անապական իմշտնջենավոր կյանսըտ հարությամբ քո, ընկալ և այժմ Տեր բարերար, զամենեցուն մեր պաղատանս ծարայից քոց, որքի սուրբ տեղ ոճս ժողովյալ եմ միաբան առաջի քո, և խնդրեմ կի մարդասիրութեն հետ քում մե, հագս ծարայից քոց, այսոցիկ զորս ընտրեցեր և կոչեցեր շնորհով քո ի գործ և ի պատիվ եպիսկոպոսության։ Հրվստին Տիրոջից խնդրվում է այս ընծայացուների համար, որոնք այլևս եպիսկոպոսության պատիվն են ստացել, որպեսզի հաստատուն մնան իրենց քահանայապետական աստիճանի մեջ։ Ամենազոր բազկավտքով իհոտեք ու մեզ զերևելի և զաներևույթ թշնամիս, շնորհյա սոցա բան վարդապետության ի բանալ բերանո յուրյանց, արի կարող լինելով զմոլորյալս դարձուցանել ի գիտություն ճշմարտության, Շնորհ տուր իրենց, որպեսզի վարդապետության բանան իրենց բերանը և դարձի բերեն մոլորյալներին և մեղավորներին դեպի ապաշխարություն կոչեն, և զարաքինիս վատթար գործերից ապաշավելով։ և հաստատուն պահել, բասնզի այս են կամ քո միշտ ամենայն ժամ արժողովուրդս Ապա խնդրում է նաև Սուրբ Հոգու զորությունը, շնորհները տալ իրենց։ Արիվանումն հակառակամարտին, ի բժշկություն ախտաժետած, ի սրբություն վտանգելոց հայսոց պղծոց, ընդունել սոքիտ քո սուրբ և զայլ ամենայն շնորհս, զոր պարգևե առատապես հավատով մկրտելոցն աստվածային ավազանավն, իհոտ անուշից նվիրել քեզ զահավոր խորհրդույն սպատարակս փրկության հոգվոց, եվս հավիտենական կյանսն գրավական և առհավատչյա, մի երբեք անքննինն և վաղվաղու և անարժան ձեռնադրությամբ հաղորդեցին սոքա մեղած օտարած, այլ Վերստին շեշտվում է հատուկ կերպով առանց քննության և շտապողաբար ձեռնադրությամբ մեղք չգործելու մասին։ Պահեսեն զանձինս, ամբամբաս արմարդիկ և անարատ արքեզ, սրտագետ Որպեսզի միայն արժանավոր կերպով սարկավագներ և քահանաներ ձեռնադրեն այս եպիսկոպոսները։ Եվ հաջողյալ ի պահպանություն պատվիրանած աստվածաշունչ գրոց, սիրով, հավատով, հեզությամբ, ճգնությամբ և ժուժկալ համբերությամբ զարդարյալ, օրինակ լիցին ամենայն առաքինությամբ, որպեսզի իրենց կյանքով պահոք և ժուժկալ համբերությամբ օրինակ լինեն բոլորի համար։ Հայս է միշտ և ընկալցի սփրկություն անձանց յուրյանց և ամենայն ժողովրդյան, որ հավատացավ սոցա իշխանություն կալցին առաքելաբար հերկինս և հերկրի թողոլս որպեսզի իշխանություն ունենալ մեղքերի թողության համար և արքայության դռների բացելու համար։ Եկելոցն արքես բաշխեսցեն ըստ յուրաքանչյուր պատշաճից ուխտի եկեղեցվո ըսկանոնյալ մատարակարարությունս
Եղիցին սոքահայր եւ այցելու որփոց եւ արյաց վերստին եւ աղքատած ժողովրդյան սոցիալական որը մեծ ճշմարիտ պատասխանատվություն կրոնավորություն հայր լինել եւ այցելու որբերին եւ այրիներին ժողովրդի աղքատներին որ եւ է ճշմարիտ կրոնավորությունը եւ հերևել մեծի տաստուծո եւ հովվապետի կացեն զվարթերես առաջի ահավոր բեմիքո ասելով համարցակությամբ ահավասիկ ես եւ մանկունքիմ զորիետ ինձ Աստված որպեսզի կարողանան պարզ երեսով զվարթերես կանգնել Տիրոջ ատյանի առաջ դատաստանի առաջ եւ ասել ահավասիկ ես եւ իմ մանկունք նրանք որոնք ինձ էին հանձնված շնորհով եւ մարդասիրությամբ քո Տեր մեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոս որ հրավիրեցեր եւ կոչեցեր Զամենեսյան իքո արքայությունը ընդ որում հոր ամենակալի եւ կենթանարար եւ ամենասուրբ փոքվույթ վայելեմ փառք իշխանություն այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում